Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ։ Ես ամեն անգամ որ ասում եմ Հայաստանում, գիտեք, ինչ կա գոյություն չունի մեդիա դաշտի մասին խոսքեն adekvatությունը, որ լավին լավ գնահատի, վատին վատ, այսօր դրա ապացույցն է։ Այն դեպքում, երբ որ ողջ աշխարհի լրատվամիջոցները լուսաբանում են, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը բառից ուղի իմաստով ցածրացրեց Պուտինին, հա, Հայաստանում այդ մեդիա դաշտը մի ցենց մանավանդ այդ անդիմադիր քար լռություն ձեռ չի տալի ախպեր։ Երևի իրանց ձեռ չի տալի Հայաստանի անկախությունը եւ պետականությունը, այ դրա համար լուր են։ Այսինքն իրանց նպատակը գիտեք որն է, որ այն որ ասում է լավը վատացնել, վատն էլ ավելի վատացնել, ավելի սես գույներ ավելացնել եւ մատուցել ժողովրդին, որ այդ ատելության մտնոլորտ ձևավորվի, որ միայն վատը ժողովուրդը լսի, հասկանում եք, այս է մանիպուլյացիան։ Այս սրանով զբաղվում այդ հայկական մեդիա դաշտերը, մանավանդ հենց այդ ընդդիմադիր մեդիա դաշտերը, հա, ժողովուրդ ջան, իսկ ես իմ հերթին հաճելիորեն զարմացած եմ, որ վերջապես Հայաստանում Հայաստանի, հա, ղեկավարը կարողացավ ճիշտ եւ այսպես կոչված շատ հմուտ պատասխաններ տալ Վլադիմիր Պուտինին եւ իմ այս խոսքերը իհարկե ապացուցում են հենց այս նորությունները, որոնք որ ողջ աշխարհով մեկ տարածվեցին։ Ուրեմն այն դեպքում, երբ որ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր նորից այն իրանց սուտերը, այն իրանց հորինած թեզերը առաջ բերել եւ նորից իրանք ուզում էին արդարացնել եւ ամեն ինչ այն որ ասում է գցել Հայաստանի իշխանության վզով, ինչ է ասածս, որ Վլադիմիր Պուտինը ասում է, գիտեք ինչ կա, մենք հասկանում ենք Արցախի զգացմունքային թեման, բայց մենք ինչ կարող էինք անել, սրան նայ, մտում իրանք զոհ են, էլի, մտում իրանք դե ինչ կարող էինք անել, երբ որ դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում։ Նիկոլն էլ տարավ բերև, ասես, գիտես ինչ կա, հարգելիս, ես իմ բառերով եմ էլի ասում, գիտեք ինչ կա, հարգելիս, այո, մենք ընդունեցինք Արցախը Ադրբեջանի կազմում, բայց միայն ձեզանից հետո, երբ որ դուք երկու անգամ, հա, ամենաբարձր մակարդակով հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն էր։ Այսինքն սրանով ուզեցավ ասել, որ տղա ջան, դու մեր միակ դաշնակիցն էիր, մեզի ոչ պատերազմի դաշտում օգնեցիր, ոչ զենքով օգնեցիր, ոչ էլ քաղաքական դաշտում օգնեցիր։ Հələ հակառակը մի հատ էլ միացար Թուրքին։ Այսինքն դու թողեցիր մեզ մենակ, հա, մի հատ այն անտանելի իրավիճակում, երբ որ արդեն Հայաստանի տարածք էր մտնում Թուրքը, հա, եւ այդ պայմաններում ստիպված մենք ընդունեցինք, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է եւ հանուն փրկության Հայաստանի Հանրապետության։ Այս պատասխանը Պուտինը չէր սպասում։ Գույնը գցեց դες այսպես այս ձև մի հատ դեմք էր ընդունել, էլ էս աստեմի տեղ դնեմ, մի հատ նայեք, էլի։ Սրան էլ գումարած ՕԴԿԲ-ի հարցով ժողովուրդ ջան։ Էլի ինձ ուզում էր Պուտինը սվաղեր, հա, դե մթոմ արդեն այդ կետն էլ անցավ գնաց, բան, ոնց որ 0 կետից սկսենք, հա, այդ ձևի տես նամյոկ էր ուզում տար, իհարկե դիվանագիտական լեզվով, այդտեղ էլ շատ հիանալի պատասխան Նիկոլ Փաշինյանի կողմից, որ գիտես ինչ կա, մենք չենք կարող բացատրել մեր ժողովրդին, թե ՕԴԿԲ-ն, հա, ինչու չկատարեց իր պարտականությունները Հայաստանի հանդեպ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ մենք այս ամեն ինչի վրա աշկ փագենք, հա, նորից սկսենք, այն որ ասում է 0 կետից կամ շարունակենք մեր աշխատանքը ձեր հետ, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միջև մի հարց են տալի, ինչու ՕԴԿԲ-ն չկատարեց իր պարտականությունները։ Ատե вообще սրա գույնը գցեց, այս դարել էր մի հատ բան, սփռտնած մի հատ այս դեմքով սես նստել էր ժողովուրդ ջան։ Եվ վերջապես նույնիսկ այդ Եվրամիության, չգիտեմ, այդ մաքսային միության, եվրազիական այդ հարցի շուրջ էլ ասեց, գիտեք ինչ կա, այդ Եվրամիությունը համատեղելի է այս կազմակերպությունների հետ, բանը տեղել շատ լավ, շատ հիանալի պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Ես ուղղակի չեմ հիշում մի առաջնորդ Հայաստանում, որ այսպիսի պատասխաններ է եւ այսպիսի, այն որ ասում է իրականությունը այսպես ճտացրել է, հա, Ռուսաստանի նախագահի դեմքին, ասեց, այն կետերով, որոնք որ մենք հիմա աշխատում ենք եւ առաջ ենք շարժվում, դրանք համատեղելի են։ Երբ որ հասնենք այն կետին, որտեղ որ էլ համատեղելիություն չկա եւ մենք պետք է որոշենք որ կողմ են գնալու, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կանի իր ընտրությունը։
Այստեղ էլ դուք պատկերացնում եք դիկտատորի համար դա ինչ պատասխաններ էր։ Հələ էսի քիչ չի, հələ մի հատ էլ Պուտինը ուզում էր, գիտեք ինչ աներ։ Մի հատ էլ ուզում էր սվաղելով սենց անսկսներ, բանը ասում է Ռուսաստանի պասպորտով մարդիկ կան ձեր մոտ, ովքեր որ մասնակցում են, չգիտեմ, ձեր քաղաքական գործընթացներին, բայց չնայած որ Ռուսաստանի քաղաքացիա դուք ձերբակալել եք, Նիկոլը տեղել ասես, տղա ջան, մեր մոտ ոչ մեկ ուրիշ երկրի պասպորտով չի կարող առաջադրվել ոչ դեպուտատ, ոչ վարչապետ, հա, մեր մոտ կոնկրետ կան օրենքներ։ Ինչ վերաբերվում է չգիտեմ, քաղաքական ելույթներին եւ այլն, մեր մոտ ազատ երկիր է, մեր մոտ ինտերնետ կա, բան կա, խոսքի ազատություն կա։ Ուզեցավ ասել ձեր մոտ հլնայի, ապեր ջան, այս ինչ ես հələ ինձ եկե պատմում։ Մի խոսքով, իհարկե ես ամեն ինչը իմ բառերով եմ ասում, այնտեղ ամեն ինչը եղել է քաղաքական տեքստերով, մի խոսքով մի հիանալի պատասխան, մի հիանալի ելույթ, եթե կարելի ասա ելույթ ասել, որով որ ինձ շատ հաճելիորեն զարմացրել է եւ որ լավին լավ, վատին վատ, բրավո, հիանալի էր։ Ես իրոք շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր հրամանատարը վերջապես կարողացավ պրոֆեսիոնալ եւ հստակ պատասխաններ տալ Ռուսաստանի Դաշնությանը, այն Ռուսաստանի, որը որ դավաճանել է մեզ։ Հիմա հենց այդ նույն պահին, ժողովուրդ ջան, Ռուսաստանում ինչ-որ բողոքի ակցիա էր եթում Նիկոլ Փաշինյանի դեմ, ես ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, ես իհարկե սա, նայեք, սա իհարկե ձեր իրավունքն է, դուք կարող եք անել ձեր ակցիաները, դուք կարող եք բողոքել ցանկացած իշխանությունից եւ այլն, հա, ուզում եք ընդ միտինգ արեք, ուզում եք բողոք արեք, դա ձեր իրավունքն է, բայց մի հատ բայց կա, որը իմ գլխի մեջ չի տեղավորվում։ Հաշվի առնելով, որ դա Ռուսաստանն է եւ Ռուսաստանում չի կարելի, հա, միտինգներ անել, չգիտեմ, տենց հավաքվել իրար գլուխ եւ այլն, հաշվի առնելով, որ Ռուսաստանում կարող եմ ասես դատարկ թուղթ բռնես, ասես Կարմիր հրապարակ, չգիտեմ, ասես դատարկ թուղթի համար, ու տես վիդեոներ էլ կան, եւ որ միանգամից գալի եւ ձերբակալում են, թույլ տվեք մի քիչ չհավատամ էլի, որ սա ինքնաբուխ էր։ Այ իմ կարծիքով ուղղորդված էր, ուղղորդված։ Հասկանում եք, եւ այն որ ասում է անկեղծ այդ միտինգի այսպես ասած կոնտեքստի վրա ես մի քիչ կասկածում եմ։ Ես իրավունք ունեմ կասկածելու, ունեմ։ Այնա կասկածում եմ եւ հիմնավորում եմ ինչու եմ կասկածում։ Մեկ էլ ուզում եմ հիշեցնել, որ Խաչատուր Սարգսակը ժամանակին, դա ինքը իմ եթերում էլ է ասել, Խաչատուր Սարգսակը ժամանակին ուրեմն մեր գերիների համար Ռուսաստանում հենց եկեղեցինից, հայկական եկեղեցուց ստորագրահավաք էր ուզում կազմակերպել, որ ստորագրահավաք անեն, որ մեր գերիներին բաց թողեն, հա, տես պահանջով եւ եկեղեցին Խաչատուրին պատասխանել էր, որ գիտես ինչ կա, մենք քաղաքական գործընթացներին չենք մտնում, այսինքն իրանց դա ձեռ չէր տալի։ Բամ ինչ եք անում։ Ուրեմն գերիները հեչ, Նիկոլը մեջ, հա։ Սենց է ամեն ինչը։ Okay, դուք եթե մտածում եք, որ մենք հիշողություն չունենք, մենք շատ լավ հիշողություն ունենք, մենք ամեն ինչ հիշում ենք։ Նաև ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 18 թվականին, երբ որ հեղափոխություն էր կատարվում Հայաստանում, Մոսկվայում եկեղեցու Բաքում հավաքված այն քաղաքացիները, ովքեր որ այսպես կոչված Պադերժկա էին, հա, հայտնում, իրենց աջակցությունն էին հայտնում այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին, հա, որ վերջապես պետք է ազատվեին Սերժ Սարգսյանից, հենց այդ նույն եկեղեցու Բաքում ինչ որ մեկը, դուք գուշակեք թվով, հա, ոստիկանություն կանչեց եւ հայ տղաներին հենց այդտեղ ձերբակալեցին եւ տարան։ Սա էլ եմ ուզում հիշեցնել, որ չասես, բախ ինչ ես կասկածում, լիքը հիմքեր ունեմ կասկածելու։ Հասկանում եք, լիքը հիմքեր ունեմ, որտեվ ձեր անցյալ քայլերը չեն բռնում այսօրվա քայլերի հետ։ Եվս մեկ բան եմ ուզում հիմա ես ձեզ ցույց տամ, ժողովուրդ ջան, ճիշտ ասած մի հատ վիդեո ես տեսա, որ ինձ մի քիչ շոկի ենթարկեց, որտեվ իմ գլխի մեջ չի մտնում, թե ինչպես կարելի է, հա, երեխային օգտագործել քաղաքական այսպես կոչված խաղերի մեջ, ինչպես գիտեք, քաղաքականությունը դա մի քիչ կեղտոտ բան է, էլի, սա հայտնի արտահայտություն է, սա իմ արտահայտությունը չի։ Եվ երեխային օգտագործել այսպիսի բաների մեջ, այս հրա համար է հետո բերում մի այնպիսի դեպքերի, որտեղ որ 18 տարեկան տղեն ուզում է հարվածել երկրի վարչապետին, հետո գնում է խնդիրների մեջ, հետո ասում են խի ընկավ։ Մի հատ լավ, եկեք սա նայենք ու գիտեք ինչ կա, այսօր լսում եմ ակցենտը կարող է
կարող է ինձ թվացել է, թողենք ժողովրդի դատին, հա, բայց ինձ թվում է ոնց որ թե արցախյան акցենտ է, հա։ Մի հատ եկեք նայենք, հետո շարունակենք, էլի, ժողովուրդ ջան։ Մեկ վարքյան։ Ուրեմն, սա չէ, այս է։ Արի Գաբրիելա։ Չէ, դուք սպասեք։ Գաբրիելա, երեխուն ասեք, երեխուն։ Շատ շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, գիտեք ինչ համար եմ նկարել, որպես այս երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հազդվել եւ եկեղեցին պառակտվել։ Ես անգամ չգիտեմ, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, դուք ինքներդ նկատեցիք, թե մարդը ցանկացավ, որ աղջիկ երեխան նկարվի Նիկոլ Փաշինյանի հետ, նկարվելուց հետո ասում է, ես նկարել եմ, մենք նկարվում ենք, որ երեխաները ապագայում հիշեն, թե ով Արցախը հանձնել եւ ում օրոք է եկեղեցին քանդվել։ Սա մի հատ խայտարակություն է։ Ես չգիտեմ, ես որակում չեմ ուզում տամ, թող ժողովուրդը որակի, թե ինչքանով է սա բարոյական երեխային այդպիսի խաղերի մեջ տալ։ Ինչու եմ ես ասում, ինձ թված արցախյան акցենտ, չգիտեմ, թող ժողովուրդը ասի, բայց եթե արցախյան акցենտ է, տղա ջան, մնայիր, կռվեիր։ Ինչ գործ ունես Ռուսաստանում։ Մնայիր, կռվեիր։ Թե էլի հետ գանք հասնենք այն փախնողների թեմային, հա։ Իդեպ ես մի քանի անգամ խոսք եմ տվել, որ Վազգեն Սարգսյանի խոսքերը օրինակ կմիացնեմ, որ բոլորդ լսեք, որ այդ փախնողները միշտ են եղել, շատ լավ արտահայտություններ ունի Վազգեն Սարգսյանը, որը որ այսօր մենք անպայման կդիտենք։ Հիմա ինչ եմ ուզում ես ասել այս թեմայով, հա։ Հիմա տեսակ երեխային այդպիսի որ ասում է փոքր ժամանակվանից այդպիսի ատելության, որ լծվի, հա, երեխային, հա, այդպիսի ատելության, որ դրթեն, իհարկե ժամանակը կարող է գա, որ երեխան փորձի, չգիտեմ, երկրի գլխավոր հրամանատարին հարվածներ հասցնել, հա, ոնց որ եղավ այն 18 տարեկան տղայի հետ, իդեպ տղան դատապարտվել է 2 ամսով։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, այստեղից այդ խնդիրները գալի։ Հիմա մի հատ էլ մի բան էլի, այդ որ ասում եք 18 տարեկան տղեն երեխա է։ Բա որ 18 տարեկան տղեն երեխա է եւ ոնց կարող էիք 18 տարեկան երեխային 2 ամսով դատել։ Նախ ես ուզում եմ ասել, որ բա որ երեխա է, բա որ պատերազմ էր, այդ 18 տարեկան տղեկը որ կռվում էին, բան չի չէիք ասում երեխա է։ Բա գնայիք փոխարինեիք, որ իրանք երեխաները, ձեր ասած երեխաները չզոհվեին։ Բա գնայիք փոխարինեիք, թե սպասում էիք, որ Արցախը անկում ապրի, հա, որ Արցախը ընկնի, դուք էլ ձեռներներդ ցես քշտեիք Երևանում եւ հարձակում կատարեիք, հա, բանը երկրի պետական շենքերի վրա, հա, ուզենայիք բռնազավթեիք, որ թե սպասում էիք, որ Արցախը ընկնի, որ հարձակվեք Արարատ Միրզոյանի վրա եւ ծեծի ենթարկեք, հա։ Դուք հասկանում եք ինչեր եք անում եւ ինչեր եք ասում, որը որ չի համապատասխանում այն ինչը որ եղել է մեզ հետ 18 տարեկան տղեն երեխա է։ Մե Հայաստանում 18 տարեկան տղեն ավտոմատը ձեռը դիրքեր է պահում։ Սաղմանել չէ, մեր մոտ դիրքեր է պահում։ Արցախում դիրքեր էր պահում։ Այ երբ որ պատերազմը սկսա, որոշներ ասին, «Յա, այդ թանկ հավայի տեղը մեռնենք», չեք հիշում, որ այդ ձևի արտահայտություններ էին անում։ Հիշում եք, չէ, ժողովուրդ ջան։ Բա այդ ժամանակ չէին ասում, գիտեք ինչ կա, 18 տարեկան երեխեք կան, այդ թանկ փոխարինենք, որ մեր սերունդը չմահանա, որ այդ տղաները վաղը միսօր մեզ թազա սերունդ տան։ Չէ, չգնացին փոխարինեն։ Իրանք մնացին Երևանում, որ Երևանում կաշկալամաշ սարքեն հետագայում ու ձեռներս են չփում էին, թե Արցախը եփ հանկնելու, հա։ Սպասեցին, որ ընկնի տան, ջարդեն, փշրեն, բան, այդ վաղ չէին հիշում, որ 18 տարեկան տղեն, հա, իրանց խոսքերով երեխա է։ Բայց հիմա որ 18 տարեկան տղուն 2 ամսով դատում են, հա, այ հիմա ասում են 18 տարեկան տղեն բանա երեխա է։ Ես ուզում եմ ասեմ, մենք մի հատ փորձանքից ենք բրծե, ես անցյալ անգամ ասեցի։ Մենք մի հատ փորձանքից ենք բրծե, գնա գալիս եմ։ Գիտեք ինչ զոհեր կարող է լինել։ Էլ չեմ ասում, որ այդ տղան ինչ փորձանքի մեջ կարող է լիներ, եթե լիներ անցյալ իշխանությունը։ Ես ուզում եմ հիշեցնեմ բոլորին, հա, որ բոլորը հիշեն։ Ուրեմն հաց բերողին, հիշում եք Ժողովուրդ ջան, հաստատ հիշում եք, անգամ նկարը դնելու կարիքը չկա։ Այդ մարդը ոչ մեկին չէր հարվածը, գիտեք։
Ոչ մեկին, եւ նա էլ ուներ առողջական խնդիրներ։ Նա ընդամենը հաց էր տարե տղեկին։ Ընդամենը հաց էր տար։ Իր մեքենայով անցել էր պատնեշը, հա, ասենց արագ քշելով անցավ պատնեշը, որ հայ մարդկանց հաց տանի, որ սոված չմնան, հա, որոնց մեջ կային հերոսներ։ Արցախյան պատերազմի իրական հերոսներ, ոչ թե որոշների նման, որ փախել են, հետո ասում են, վայ, չգիտեմ ինչ։ Ինչ եղավ, գիտեք դրանից հետո։ Այդ մարդը անենց արեցին, ոչ եմ կալանավորեցին, հետո անենց արեցին, այդ մարդը զոհվեց։ Այդ մարդը զոհվեց, ոչ մեկին չէր հարվածե։ Երկրի գլխավոր գերագույն հրամանատարին չէր հարվածե, բայց սպանին։ Հենց այս նույն ընդդիմությունը, որ ասում է 18 տարեկան երեխեն, հա, այն նույն մարդուն, ով որ իրոք առողջական խնդիրներ ուներ, ու որ ոչ մեկին չէր հարվածե, ընդամենը հաց էր տարե։ Ընդամենը հաց էր տարե, սպանեցին, այնքան արին միջև մարդը մահացավ։ Իրանք այս ձև վրեժ խնդիր եղան, մտում դու ով ես, որ մեր գլխից թռնես։ Հասկանում եք, եւ այդ մարդուն սպանեցին։ Հիմա ինքս այս ամեն ինչ ասում եմ, որ բոլորս հիշենք, հասկանանք, գիտեք ինչ կա, հերիքա, չի կարելի սա պետությունը, չի կարելի այսպես վերաբերվել մեր պետության հետ։ Չի կարելի ոչ մի ձև։ Եվ 18 տարեկան տղեն երեխա չի, նա տղամարդ է։ Եվ պատիժն էլ բավականին մեղմ է 2 ամիս ընդամենը։ Բավականին մեղմ է։ Հետո չգիտեմ որ կզարգանա, բայց այս պայի դրությամբ 2 ամիս բավականին մեղմ է։ Բավականին։ Ինչ վերաբերում է վերջի զանգին, գիտեք ինչ կա։ Այդ որ այդ նույն ընդդիմությունը Հայաստանում կատարում էր սպիտակ ցեղասպանություն, իմ նման շատերը, շատ շատերը իրանք էլ վերջի զանգ չտեսան։ Մենք էլ չտեսանք վերջի զանգ։ Դրանց պատճառով։ Բակարողա մեր արունը բանը ավելի քիչ կարմիրա բան, որ հիմա դրանց համար կռիվ եք տալի։ Մենք էլ չտեսանք վերջի զանգ։ Հիմա ինչ վերաբերվում է փախածներին, չփախածներին, կռվողներին, մի հատ եկեք էս էլ լսենք մի հատ Վազգեն Սարգսյան, հա, Վազգեն Սարգսյանին էլ եկեք լսենք, այսի ես չեմ ասում, Վազգեն Սարգսյանն է ասում, ախպեր ջան։ 1 վայրկյան։ Որտեղ էր, ահա։ Հիմա փոքրացնենք, ահա։ Այս վիդեոն եմ գտե, ժողովուրդ ջան, նկարը հատուկ չեմ դրել, ճիշտ ասած վիդեոն տես գտա։ Լսենք։ Արցախից փախած բազմաթիվ զինվորներ կան։ Այսօր Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահին այստեղ զանգալ եմ խնդրում եմ։ Հատկապես Մարտակերտի շրջանից փախածներ կան, որտեղ հերոսի տեսկոման են գալիս այստեղ, վիլիսներով, չգիտեմ, նիվաներով, ամեն տեսակ զենքերով ծածկված, մինչդեռ այնտեղ 24 օրերով այո, գողացված ավտոմեքենաներով, փողեր են վերցնում այնտեղից մարդկանց էվակուացնում են Արցախի, այսպես վայ ֆիդայներ, եւ այստեղ ունեն Աստծուն հարգանք։ Դրանց նկատմամբ դուք հասարակական մոտեցում է պետք։ Դրանք ուղղակի փախստական են, ոչ մի արցախցի զինվոր իրենք ինտերնետ ասեցին, ես խոսքեր եմ կրկնում։ Ոչ մի արցախցի զինվոր, մի տասնյակ մարդիկ կան, որոնք գրությամբ գործով էստեղ են։ Մնացյալ բոլորը փախստականներ են, դավաճաններ են, լքել են իրենց տները, լքել են պոստերը, գտնում են այսօր Երևանում, թե քեֆեր են անում։ Ի նկատի ունեցեք նաև դա։ Դրանց դեմ մենք առաջիկա օրերին այս ռեսպուբլիկան եղած խառնապնդով վիճակը նայություն չի տալիս, չէր տալիս դրանով զբաղվել։ Հիմա առաջիկա մի քանի օրի մենք դրանով կտրուկ զբաղվելու ենք։ Սակայն հասարակական մոտեցում է պետք ամեն առաջին հերթին։ Նրանք այստեղ համարվեն ամենաարհամարված մասան եւ ոչ թե հերոսներ։ Լսակ, չէ, ժողովուրդ ջան։ Սա ես չեմ ասում, սա Վազգեն Սարգսյանն է ասում, որ շատ-շատերը փախել են Արցախից, հենց առաջին Արցախյան պատերազմի ժամանակ փախել են Արցախից, եկել են որ հիմի են որ ասում եմ իրանց հերոսների տեղ են դրել, չգիտեմ թրաշներ են պահում, չգիտեմ մեդալներ են կախում, կամ մենք էս արինք, մենք այն արինք։ Վազգեն Սարգսյանն է ասում, դրանցից շատերը դավաճան են, դրանցից շատերը փախել են Արցախից, չեն կռվել, փախել են Արցախից, հասկանում եք։ Ու ես ոնց որ խոսք էի որ պետք է Վազգեն Սարգսյանի խոսքերը դնեմ, ահա այսօր դրեցի։ Եվ սա վերջը չի, ես հələ շատ տարբեր իհարկե վիդեոներում չեմ ուզում մեկ վիդեոյի մեջ, որ ասма սախ եթերը դրան տրամադրեմ, հա, այդպիսի խոսքերին տրամադրեմ, բայց այսպիսի բաներ Արցախում Եվ ընդհանրապես Հայաստանում ես չեմ ուզում բաժանեմ էլի հայաստանցի արցախցի, բայց շատ են եղել, որ կռվի դաշտը թողել են, եկել են Երևան, հա, սենց թուրն առած, չգիտեմ, իրանց անդրանիկի տեղը դրած ֆրֆրացել են եւ սպասել են հələ հետո մի բան լինի, հելնենք ինչ-որ մի հատ բան անենք, բունտ անենք, գմփսնենք, տրակցնենք։ Է գմփսնող տրակցնող էի, գնայիք ընդ կռվեի կարա։ Անդեղ էին, գիտեք ինչ կա բանանում։ Կներեք մի վարքյան։ Անդեղ էին հայկական եկեղեցիները ջարդում փշրում, խաչքարերը ջարդում փշրում, պատմությունը եւ մշակույթը վերացնում, հայ մարդուն ջարդում, գլուխ կադրում եւ այլն, հա։
Այնտեղ էին, այնտեղ ձեր կարիքը կար կռվելու։ Ոչ թե Երևանի մեջտեղը։ Երևանի մեջտեղը կռվելու կարիք չկար։ Այ դրա համար եմ ես ասում, լավին լավ ասեք, վատին վատ ասեք։ Ոչ թե ասեք մեկն է մեղավոր, մեկը չի մեղավոր։ Շատերն են մեղավոր, ցեպոշկայի նման։ Եթե մենք այդ ցեպոշկից ընդամենը մի հատիկ առանձնացնենք եւ ասենք, էսա մեղավոր, մենք ուրեմն adekvat չենք։ Մենք ուրեմն իրականությունը չենք գնահատում։ Եվ մենք մեզ խափում ենք։ Իսկ ես այդ մարդը չեմ, որ ես ինձի խափեմ։ Եվս եկեք մի հատ էլ բանը Սերժին սիրողներ շատ կա, չէ՞ դրանց մեջ։ Եկեք մի հատ էլ Սերժ Սարգսյանին լսենք, թե ինչ էր ասում Մոնթեն Սերժին։ Մեկ վարքյան, եկեք դա էլ լսենք։ Մեկ վարքյան տեսել, ահա։ Էս էլ Սերժիկն է ասում, ես չեմ ասում, թե Մոնթեն իրան ինչ էր ասում զանգով։ Եկեք էս էլ լսենք։ Ասեց։ Ասեք։ Սերժի գիտես, մարդ զանգարեց, գիշեր զանգարեց, ասեց։ Սերժի գիտես, մարդունեցիները, ավելի ճիշտ ճարտարեցիները դիրք չեն գնում, դիրքում մարդ չկա։ Ասում ինչու չեն գնում, որովհետև էշ են։ Ասում որ դիրքում մարդ չկա, ինչու ադրբեջանցիները չեն գալիս այդ դիրքերը գրավում, որովհետև անոնք մեզնան ալեշ են։ Գիշեր զանգարեց, ասեց։ Լսակ ժողովուրդ ջան։ Այսինքն դիրքերը թողե եւ չեն գնացել որ պաշտպանեն եւ Մոնթեն զանգելա, ասելա Սերժին գիտես ինչ կա, Սերժ, դիրքերը մարդ չկա։ Սերժ ասելա, բա որ մարդ չկա, ինչի թուրքերը չեն գալի։ Չէ, ավելի ճիշտ ասում է, բան չի դիրք չեն էտում էշեն, բան չի թուրքերը չեն գալի, դրանք ավելի էշեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ թողե փախել են, հա, իրանց տունը չեն պահել, իրանց հողը չեն պահել, թողե փախել են, ուրեն փախե, դե կամ Երևան կամ Ռուսաստան, այ որ հետո սենց կանգնեն, չգիտեմ, ասեն բանը, երկրի ղեկավարին ասեն, բա երեխու հետ նկարվի, հետո ասեն, մենք նկարվում ենք, որ ցույց տանք, թե ապագայում ում օրոք է եղել Արցախի հանձնումը եւ եկեղեցու պառակտումը։ Այդ եկեղեցու պառակտման մասին խոսալուց ես ուզում եմ հարց տամ, ուր է Արցախի հոգեվոր հայրը։ Այ ամեն առաջի փախնողն այն ա եղել։ Թռնողը, այն որ իր ժողովրդին թողեց, ցավի մեջ, դարդի մեջ, հա, որ պետքա ինքը մնար, միջև վերջ, միջև հմիել պետք է մնար իր ժողովրդի կողը, առաջի թռնողը թե լավ թռավ Միացյալ Նահանգներ կարծեմ։ Անունը դրեց հիվանդեն։ Արա սրանց ում կպնում ենք, դուսա գալի հիվանդեն։ Այն թալնելուց լավ թալնում են, կեղեքելուց լավ կեղեքում են, բայց հենց բռնվում են կամ հենց իրանց համար հարմար պահը չի, մենք հիվանդ ենք։ Էս է իրականությունը, ժողովուրդ ջան, եղեք adekvat, դուք մի վախեցեք լավին լավ ասեք, վատին վատ ասեք։ Ես 100,000 անգամ ասել եմ, ես ոչ մեկի պաշտպանը չեմ։ Ես տեղը որ գալիս է, ասում եմ, սա վատ է, բայց երբ որ տենում եմ լավը, ասում եմ, սա լավ է։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ձեր մոտ երեկվա ելույթը կամ պատասխանները ավելի ճիշտ Վլադիմիր Պուտինին հիանալի էր։ Ես ողջունում եմ, որտեվ դա ինքնիշխան երկրի, ինքնիշխան հրամանատարի գլխավոր գերագույն հրամանատարի պատասխաններ էր։ Որ գիտեք ինչ կա, հերիք արա մեր հակաշներին լապշա կախեք։ Բա մենք ինչ անենք, որ Արցախը դուք ցեն։ Դուք եք Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Դուք եք դավաճանել ձեր միակ տարածաշրջանում միակ սայուզնիկին։ Դուք մեզ թողել եք մենակ։ Մենք ձեզնից զենք ենք գնել, զենք չեք տվել։ Մեր տարածքի վրա արդեն ճանաչված տարածքի մասին է խոսքը Հայաստանի Հանրապետության արդեն։ Տարածքի էին հասել, մտել էին, մտնում էին ջերմուկ, դուք բերանները ջուր էիք առել, մի ասում է, թվում անցավ գնաց, դե իմի այդ հարաբերությունները պետքա վերականգնվի։ Ոնց վերականգնվի, ասում է, բա ես իմ ժողովրդին ինչ պատասխան տամ, ես ինչ ես ասում։ Ինչ հեքիաթ ես մեզ պատմում։ Սա պատասխանները հիանալի էր։ Եթե մենք չգնահատենք, հա, մենք ուրեմն adekvat չենք։ Մենք պետք է լավը գնահատենք եւ իրականության հետ հաշվի նստենք։ Թքած ունենալով, թե ով ինչ կասի, խի կասի։ Էս է ուզում ասել այսօր ժողովուրդ ջան։ Այսօր այսքանը։ Ստեսյուն հաջողություն։